Ագրադես Լուկյանն եմ ագոստերտեն, պարի կալուստ կմաղթենք ձեզ, սիրելի վարչապետ, պարի եկակ, բայց իմ մտքին մեջ ահագին խնդիրներ կա, դուք առհասարակ նյութերը պերիք դիվանագիտական սահմանումի մեջ, բնականաբար այդպես եղավ, շատ դեղին էր Հայաստան, Թուրքիա հարաբերություններ եզրի նախընտրությունը փոխան հայ-թուրքական, բայց միշտ կողմը իրողություն մնե նաև հայ-թուրքական գոչվածը նկատի ունենալով, որ այսօր աշխարհասփյուր հայության 1/3-ն է Հայաստանի քաղաքացի եւ ավելի ծանրագշիր հատվածը սփյուռքահայերս ենք, որ հայ պատկանելիության գիտակցությունը եթե յուրացուցած ենք, բնականաբար Հայաստանը կհամարենք հայրենիք եւ շնորհիվ ծեր վերջին տարիներուն ընծերած երկքաղաքացիության արիթին մեզ շատ էր արդեն Հայաստանի հբարդ քաղաքացի դարձած են նաև։ Այս իրողության մեջ այո ճիշտ եք, յուրաքանչյուր հայ անհատ իր ապրած երկրին հետ պետք է լեզու գտնե, բայց դուք նաև պատասխանատու եք բոլոր հայութենեն։ Եվ այդ պատասխանատվությունը հարկ եղած բան անմիջապես իքորձ գտնեք, երբ որ Հալեբա հայությունը ճգնաժամի մեջ հայտնվեցավ պատերազմի բերումով, դուք անմիջապես կազմակերպեցիք արտահանման գործընթաց որպես պետություն, որպես հանրապետություն։ Հիմա Սավահուն մենք ուրիշ խնդիր ունենք, քիչ առաջ փառաբանվեցավ ձեր քաղաքականությունը, որուն ես անցամբ բոլորովին գծայնակցիմ, բայց ունիմ նաև մտահոգություն։ Կազանը սիրաշահիլ որքանով կարելի է։ Խնդիր մնե այս լուրջ խնդիր մը Կազանը սիրաշահիլ քաղցր խոսքերով որքան կարելի է։ Երբ որ ձեր խոսակիցները ռազմադենչ ելույթներով սպառնալիքի լեզվով գխոսին գտիմեն ձեզ, որքան կարելի է դրամապանական խոսքերով համաշխարհային ընդունված մարդասիրական մերձեցումներով խնդիր լուծել։ Եթե այդ եղանակը փորձենք եւ թիմացիները դակավին շարունակեն սպառնալիքի լեզվով խոսիլ, այս անգամ վիրավորված է մեզ հայերուս ամբողջական արժանապատվությունը չլարմի թե այս մտահոգությունները կանցնի միտքես, որովհետեւ որքանալ Հայաստանի Հանրապետությունները քաղաքագրթության ներած սահմաններուն մեջ մերժեն Զանգեզուրի միջանցքը, դակավին չարագործության դաշինքը համար բնդում ունի այդ միջանցքի վրա։ Եվ այդ միջանցքը չեն թաքցներ, որ իրենց սրբազան երազանքին Թուրանին ջամփան է, ճանապարհն է։ Այս վահուն հայերս ունենք չարիքի թաշինք մեր դիմաց, այդ թաշինքը բազմազգի բնույթ ունի, բազմաշերտ բնույթ ունի, եւ այդ բոլորին դեմ դուք եք մեր ցայնը, դուք եք մեր արտահայտիչ գամքը, հետո ցեզմե սպասածը սպառնալիքի լեզվով խոսողին դեմ բացաշրջությունը երբեմն մեկ կողմտնել է։ Գիտենք, որ մենք Սավահուն պատերազմով հոգնած ժողովուրդ ենք, բայց եթե այդ մեկը մեր հագարագործին պիտի թույլատրե երկիր նվաճել, այդ պահուն պետք է ավելի հստակ գանք մտերսևորվի։ Եվ այս բոլորին մեջ ուրիշ խնդիր մի ևս կա, Սավահուն ես կտեսնեմ այստեղ Բոլիսո հայ կաթողիկե համայնքի Քերաբայցար սրբազանը կողջունեմ իր ներկայությունը։ Հայ փողոքական եկեղեցու սիրելի բադվելին դարձյալ ներկայ է իր ներկայությունը կողջունեմ, բայց հայ արաքելական եկեղեցին թեմքը չեմ տեսած։ Բարոն Նաիրի Պետրոսյանին պետք է հարցնեմ, արդյոք հրավերի թերացում ունեցաք բարոն Նաիրի Պետրոսյան։ Չեմենակ հրավիրել ենք, թե չէ։ Հրավիրել ենք, հրավերը ուղղվել է, պատրիարք տերը այժմ գտնվում է Լոս Անջելեսում, վաղուց մեկ ամիս առաջ դեռ նախատեսված այց էր, երկուշաբթի օրն է մեկնել, հրավեր ուղղվել է, ես անձամբ խոսել եմ
Արամ Սրբազան Աթեշյանի հետ եւ պատրիարքական տեղապահի հետ Ավագ Քահանա Դամադյանի անձամբ հրավիրել եմ եւ խնդրել եմ մասնակցել։ Հա, շատ լավ, բայց ես ձեզ ասեմ, որ ես այսօր անպայման իմ այցի ծրագրի մեջ է այցելությունը Պատրիարքարան, անպայման եկեղեցի կմտնեմ, մոմ կվառեմ, այսինքն եթե իրենք չեն եկել, ես կգնամ, ոչ մի խնդիր։ Երկքաղաքացիության հետ կապված պետք է ասել, որ երկքաղաքացիությունը հանուն արդարության ձեր ձևակերպումը մի քիչ, չգիտեմ ինչ